Այսօր ապրիլի 19-ին ավտոերթով տեղի ունեցավ հյուսիս-հարավ ճանապարհահատվածի հյուսիսային աշտարակից դեպի Գյումրի հատվածի պաշտոնական բացումը։ Կառուցման ընթացքում ինչքան հողամասերի, անցումների, այդքան խնդիրներ, ինչքան հավատալի է որ։ Ավելի քան 10 տարի տևած ու անհավատալի թվացող այս ճանապարհահատվածի շինարարությունն արդեն ավարտված է։ Առավոտյան մեկնարկած ավտոերթի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանգառը հյուսիս-հարավ մայրուղու Հռոմի հանգույցում էր։ Այստեղ կառավարության ղեկավարն ու պատասխանատուները ամփոփեցին իրականացված աշխատանքներն ու արձանագրեցին արդյունքները։ Երևանից Գյումրի ճանապարհով քանի կիլոմետր է։ Մոտավորապես 120 կմ։ Հաշվարկային ժամանակը հասնելու ինչքան նորմալ երթևեկության պայմաններում մի ժամ 20 րոպե, բայց գաղտնիները իրենց փորձառությունից իհարկե ավելի կար ժամանակ են ասում, բայց մենք ավելի հանգիստ երթևեկության պայմաններում։ Երթը մենք ասում ենք ինչքան ժամանակ 4 ժամին Հա շատ դանդաղ է, չէ, ասում են 4 ժամ կտև մինչև Գյումրի հասնենք, բայց ստեղից մինչև Գյումրի այս տեմպով ինչքան, քանի կիլոմետր։ Գյումրիից դուրս գալուց ու 15 կիլոմետրով մի ժամ։ Աշտարակ Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կիլոմետր է։ Այս ընթացքում կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց եւ 10 կամրջային անցում։ Ներառված են նաեւ 17 գյուղտեխնիկայի անցումներ, ինչպես նաեւ անասնաանցումներ, որոնք տեղակայված են ճանապարհի տակ։ Կառուցվել են դաշտամիջյան ճանապարհներ, ապահովելով քաղաքացիների հողամասերի եւ բնակավայրերի հասանելիությունը։ Տրանսպորտային հանգույցները համալրված են լուսավորության համակարգերով։ Պատասխանատուների խոսքով նոր ճանապարհահատվածը զգալիորեն բարձրացրել է երթևեկության անվտանգությունը։ Ճանապարհը գծանշված է, անվտանգության ժամանակակից տարերով կարգավորված, բնակավայրերում եւ կամուրջների հարող հատվածներում Հիմա դուք նկատում եք անցկացված է նաև լուսավորության համակարգ, ունենք արդիական բոլոր անհրաժեշտ լուծումներով եւ ամենակարևորը անվտանգ աշխատանք։ Նախկինում սա վթարավտանգ հատվածներից մեկն էր համարվում, մանավանդ Հռոմի այս հատվածը նախկինում այստեղ բազմաթիվ ողբերգական ելքով վթարներ են ունեցել, իսկ հիմա ճանապարհը անվտանգության էլեմենտներով այնպես է կահավորված, որ հույս ունենք այդպիսի վթարներ այլևս չենք ունենա։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով, յուրաքանչյուրի համար կնքվել է առանձին պայմանագիր։ Ունենք 4 պայմանագիր, տարբեր գների, առաջի հատվածը 8 կիլոմետրանոց հատվածը պայմանագրի արժեքը 21.5 միլիոն ԱՄՆ դոլար է կազմում, հաջորդիվ ունենք 34 կիլոմետր հատված, որտեղ 76 միլիոն եւ այնուհետև երկու հատված ունենք Թալինից մինչև Գյումրի հատվածում պայմանագրային արժեքները այստեղ 60 միլիոն եւ 74 միլիոն վերջինը եվրոյով։ Աշտարակ Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ մինչև 90 կիլոմետր ժամանակություն թույլատրելի արագությամբ։ Յուրաքանչյուր ուղղությամբ գործում է 2 երթևեկելի գոտի 3.6 մետր լայնությամբ։ Առկա է նաև 2 մետր լայնությամբ տեխնիկական գոտի, որը նախատեսված է մեքենաների հարկադիր կանգառի, ինչպես նաև սպասարկման աշխատանքների կազմակերպման համար։ Բացի այդ, ճանապարհահատվածն ունի ռազմավարական նշանակություն տնտեսական զարգացման տեսանկյունից։ Տնտեսական ակտիվությունը շատ ապահովելու է ճանապարհը, հենց այս ճանապարհն է նաև մեր օդանավակայանի ակտիվությունը ապահովելու, որտեղ մենք տարբեր եւ արդեն եվրոպական չվերթներ ունենք, հուսանք կշատանան, այլ երկրներ չվերթներ կունենանք եւ բնականաբար այս ճանապարհը մեր մարզի ակտիվության, զբոսաշրջային, տնտեսական մասերով ամենակարևորագույն երակներից մեկն է։ Զուգահեռաբար ակտիվորեն շարունակվում են նաև հյուսիս-հարավ մայրուղու մյուս հատվածների շինարարական աշխատանքները, նշում է Խուդատյանը։ Քաջան ագարակ հատվածը հարավային ուղղությամբ մրցութային գործընթաց ենք իրականացնում եւ ամփոփման փուլում ենք Քաջարանի թունելի մասով, թունելների մոտեցման ճանապարհների մասով եւ ուղիղ բանակցություններ ենք վարում եվրոպական կապալառու ընկերություններից մեկի հետ, առաջիկայում դրա մասին ավելի մանրամասն կհայտնենք Բարգուշատի թունելի կառուցման մասով։ Վարչապետի գլխավորած ավտոերթը շարունակվել է դեպի Գյումրի, որտեղ նախատեսված է համերգային ծրագիր։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Նա ասում էր, որ իր տղան պետք է դառնա աշխարհի թիվ 1 դաշնակահարը։ Նա որդուն ստիպում էր օրական 8 ժամ նվագել։ 5 տարեկանում արդեն առաջին մենահամերգն էր։ Աշխարհահռչակ դաշնակահար Լանգլանգը Երևանում է։ Համերգից 1 օր առաջ Ռադիոլուրը հետևում էր գլխավոր փորձին։ Դեռ 24 ժամ էլ չկա, որ Հայաստանում եմ։ Տպավորություններս հրաշալի են, շատ տպավորված եմ հանրապետության հրապարակով։ Ես Հայաստանի հետ ունեմ շատ յուրահատուկ կապ։ Կնքամայրս հայ է եւ շատ պատմություններ եմ լսել Հայաստանի մասին։
Նա Հայաստան էր եկել շնորհավորելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին 20-ամյակի առթիվ։ We are playing one of the most exciting piano concerto. Մենք կատարում ենք դաշնամուրի ամենահուզիչ կոնցերտներից մեկը։ Մայստրո Սմբատյանի հետ սա առաջին համագործակցությունն է, թեև վաղուց ենք ճանաչում միմյանց։ Նվագախումբը շատ լավ նվագեց։ Մենք լավ թիմ ենք եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նվագում են մեծ սիրով։ And they really play with all their heart. Նվագախումբը այդ 20 տարի անց հաղթահարում են, որ ունենք շատ դրական ոգևորիչ գնահատական լանգից, կարծում եմ, որ պրոֆեսիոնալ իմաստով նվագախումբը 20 տարի անց ունի շատ հստակ ձեռագիր, որը որ կարծում եմ մեծ ձեռքբերում է։ Նման ձևաչափով համերգները 20-ամյա նվագախմբի համար կարևոր փորձառություն են։ Սիմֆոնիկը ակադեմիական ուղղության կառույց լինելով վերջին շրջանում ներկայանում է նաև համարձակ ու ժամանակակից նախագծերով։ Միջազգային կարիերայի համար 20 տարին դա ոչինչ է, որովհետև այսօր աշխարհում շատ նվագախմբեր կան, որոնք շատ լավ են նվագում, բայց ունիկալ նվագախմբեր, որոնք ունեն իրենց ձեռագիրը, կարծում եմ, եթե ինձ դուք հարցնեք ինչն է մեր ամենամեծ ձեռքբերումը 20 տարվա ընթացքում, դա որ մենք ունենք մեր հնչողությունը։ Երաժշտությունը մեկ բառով նկարագրելն անհնար է, այն պատմություն է, զգացողություն, տիեզերք։ Ռադիոլուրին ասում է վիրտուոզ երաժիշտն ու հավելում, օրինակ Ռախմանինովի երկրորդ կոնցերտը կամ Արամ Խաչատրյանի երաժշտությունը խոսում են մարդկության մասին։ Մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը շունչը պահած էր ունկնդրում Ռախմանինովի դաշնամուրային երկրորդ կոնցերտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ եւ մայստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Դահլիճը չի ուզում, որ արտիստը հեռանա բեմից։ Նա վերադառնում է ու այս անգամ կախարդում Արամ Խաչատրյանի Անդանտինոյի հնչյուններով։ Հոբելյանական համերգի երկրորդ հատվածում հանդիսատեսին անակնկալ է սպասվում։ Նվագախումբը մի քանի ստեղծագործություն կատարեց իր արդեն իսկ սիրված նախագծերից՝ սիմֆոնիկ Մանսուրյանից, սիմֆոնիկ ռոկից ու ֆոլկից։ Պատկերացնում եմ, որ կլինի հաջողություն։ Պատկերացնում ենք, որ կարող է լինենք կարևոր հասարակությունում, պատկերացնում ենք, որ երազանքը երաժշտի համար շատ կարևոր է, որ մենք որտեղ ենք գնում։ Կարծում եմ, հոբելյանական տարում դեռ շատ անակնկալներ կան մեր սիմֆոնիկի ունկնդրի համար։ Իսկ երեկոյի ավարտն անսպասելի ու խորհրդանշական էր։ Համերգը, որը սկսվել էր դասական երաժշտությամբ, ավարտվեց հայկական քոչարիով, սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Անսպասելի համադրությունն ապացուցեց, որ ակադեմիական երաժշտությունն ու ժողովրդական էներգիան կարող են հանդիպել նույն բեմում եւ երաժշտական նոր լեզու ստեղծել։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան։ Ապրիլի 18-ին հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները հրշեջ փրկարարական տեխնիկայի միջոցով լվացել եւ մաքրել են Սևան համայնքի տարածքում գտնվող հուշարձանները։ Հուշարձանների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ դպրոցի նախաձեռնությունն է եւ վարչական ղեկավարի նախաձեռնությամբ երեխեքի կողմից մաքրման աշխատանքներ կատարվեց հուշարձանների շրջապատում, որից հետո Սևանի Այնի ջոկատի կողմից Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ կատարվեց հուշարձանների լվացման արարողություն։ Հայրենական մեծ պատերազմների զոհվածների հուշարձանը, Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանը, հուշաքարը, նաև Դդմաշինի մուտքը խորհրդանշող հուշաքարի լվացման արարողությունը։ Որի համար ես որպես համայնքի բնակիչ իմ շնորհակալությունն եմ հայտնում վերաբերմունքի համար
թե Սուրեն Մելիքյանին, թե մեր վարչական ղեկավար Գարիկ Ներսյանին եւ դպրոցի տնօրեն Ժաննա Սարգսյանին։ Եվ դա դասիրակությունը երեխաների կողմից, որ պետք է իրան շրջապատը մաքուր պահեն, հուշարձանների նկատմամբ էլ խնամքով վերաբերվեն։ Օրվա արդիվ Սևան համայնքի տարբեր բնակավայրերում հանրակրթական դպրոցների, կրթամշակութային օջախների, համայնքային կազմակերպությունների կողմից իրականացվեցին հուշարձանների տարածքների մաքրման, շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ։ Հուշարձանների մաքրման եւ շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին, հատկապես որ ապրիլի 26-ին անցկացվելու է մարզային մաքրության եւ բարեկարգման օր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր 1983 թվականից հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի առաջարկությամբ։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին բազմաթիվ երկրներ տարաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ։ Սուրեն Բարսեղյան, Գնալ Հովհաննիսյան։ Գյուղատնտեսական 2026-ի մեկնարկը անձրևի ցրտի պատճառով այս տարի փոքրինչ հապաղեց համալրված ուժերով ու ավելի մեծ ջանքով են ֆերմերները փորձում հետ ընկած գործը հասցնել։ Երիտասարդ Օթաչուն արձակուրդ վերցրել հայրենի նորաշեն է եկել միացել ընտանեկան գործին։ Ժամանակավորապես թողել ենք ինքնաթիռի շտուրվալը, այդպես ասած, ու հիմա տրակտորի ղեկը բռնած, մեր գյուղի գործ են նմանում մեծ սիրով։ Խաղողի այգիներում էտն ավարտել, հիմա մովերն են տուկանում, այգեգործության մեջ անհրաժեշտ տեխնիկան ունեն, գործն արագ առաջ է գնում։ Այսօր ինչ անում է տեխնիկան անում, պետք է գործիքը լավ լինի։ Մենք այսօր այս տեխնիկան ամենավերջի տեխնիկաներն են, նոր են։ Մոտ 10 տարի առաջ են գյուղում հողեր գնել, այգիներ հիմնել, մինչև այդ երկար տարիներ Ռուսաստանում են ապրել, երբ գործը հասել էր տրակտորին, խնդրի առաջ էին կանգնել։ Զանգում ենք տրակտորին, ասում էր այսօր չեմ կարա, վաղ կարամ, վաղն էլ գալիս էր հնամաշ, գալիս էր արտի մեջ փչանում էր։ Հողի գործը սպասել չի սիրում, որոշեց սեփական միջոցներով մի տրակտոր գնել, դա 2016-ին էր խորհրդային վաղեմության հների կողքին գյուղում առաջին թարմ տեխնիկան հայտնվեց։ Իսկ երբ մեկնարկեց գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը, Եղիշեն առաջիններից էր, որ դիմեց եւ քայլ-քայլ ավտոպարկը համալրեց, հիմա ունեն ինչ անհրաժեշտ է։ Մենակ անցատարի վեկալել ենք 260 միլիոն դրամի տեխնիկա։ Ոսո պետությանը եղբայրը պարկով փող տա եւ կարողանաս կազմակերպես քո բիզնեսը։ Արդեն քանի տարի է եւ իրենց 15 հեկտար այգիների գործն են հեշտությամբ կազմակերպում եւ գյուղում գյուղից դուրս հարյուրավոր ֆերմերների հետ գործակցում։ 7 գյուղ հիմնականում սպասարկում ենք, ժամանակ լինելու դեպքում հասնում ենք դաժե միջով Էշմիածին կամ Արարատ։ Նոր գյուղտեխնիկայի օգնությամբ գյուղաշխատանքն ավելի դյուրին է, ավելի արդյունավետ, արտադրողականությունն է ավելանում, բերքահավաքի կորուստներն են նվազում, այս ու նաև այն պատճառով, որ Հայաստանում գյուղտեխնիկայի պարկն արդեն վաղուց հնամաշ էր ու համալրման կարիք կար, գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը դարձավ ամենապահանջվածներից մեկը գյուղոլորտում։ Արդեն իսկ ծրագրի մեկնարկից մինչ օրս ձեռք է բերվել 5483 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, լիզինգի պորտֆելի գումարը կազմում է 23.9 միլիարդ դրամ եւ կառավարությունն այս ընթացքում սուբսիդավորել է 4.6 միլիարդ դրամը։ Կառավարության աջակցությամբ գյուղտեխնիկան սահմանամերձերում հասանելի է անտոկոս լիզինգով, իսկ ընդհանուր 2% տոկոսադրույքով սահմանված է 20% կանխավճար։ Պետական աջակցության մեկ այլ հնարավորություն արդեն ագրոպարենային ոլորտի սարքավորումներ շահեկան պայմաններով ձեռք բերելու համար։ Մշակության փուլի հաջող ելքից հետո կարևոր է, որ վերամշակման գործընթացները պատշաճ կազմակերպվեն, ընկերությունները հնարավորություն ունենան իրենց արտադրություններն արդիականացնել, վերազինել։ Փրոշյանի կոնյակի գործարանը միայն այս տարվա առաջին եռամսյակում լիզինգով 750 միլիոն դրամի նոր գույք է ձեռք բերել։ Անցած տարի մոտ 30,000 տոննա մթերելուց հետո արդեն պահամանների ծավալի խնդիր ունեինք։ Մեծ դժվարությամբ էինք արդեն տեղավորում։ Պահամանների ավելացման շնորհիվ այս տարի կարող ենք 30% մինչև ավել բերք մթերել։ Ընկերությունն ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգից օգտվում է ծրագրի մեկնարկից սկսած։ Նախկինում երբ սեփական միջոցներով էին գույքը թարմացնում, միանգամից մեծ ներդրումներ անելը դժվար էր։ Ծրագիրը հնարավորություն ընձեռեց վերազինման պլանները մի քանի տարով առաջ գցել, նոր պայմանները տարեկան միջինում 20% արտադրողականության դինամիկ աճ են ապահովում։ Նաև որակական ստանդարտներն են փոխվում, ինչն ուղղակիորեն ազդում է արտահանման թվերի վրա։ Անցած տարվա ցուցանիշներով ընկերությունը 17 միլիարդ դրամի արտահանում է իրականացել աշխարհի բոլոր երկրներում։ Արտահանումը ընկերության
ընդհանուր շրջանառության 70%-ն է կազմում։ Ընկերության լիզինգի պորտֆելն արդեն մոտենում է սահմանված մաքսիմումին, մոտ 1 միլիարդ 800 միլիոն դրամի գույք են ձեռք բերել, իսկ ընդհանուր 3600-ից ավելի միավոր սարքավորումներ են տնտեսվարողներն այս տարիներին վերցրել լիզինգով 55.1 միլիարդ դրամ արժողությամբ, կառավարությունը սուբսիդավորել է 14.4 միլիարդ դրամը եւ սպասում է նոր հայտերի։ Կառավարությունը փոխհատուցում է տրամադրվող լիզինգի 10%-ային կետը, անհրաժեշտ է 20% կանխավճար, սահմանված է 5-ից 7 տարի մարման ժամկետ։ Առավելագույն շեմը 2 միլիարդ դրամ կարող է ներգրավել այս ծրագրի շրջանակներով։ Որպեսզի վերամշակողներն անհրաժեշտ բերքի մթերման գործընթացը հնարավորինս հեշտ կազմակերպեն ու ֆերմերների բիզնեսի միջև խնդիրներ չծագեն, պետությունը սուբսիդավորվող տոկոսագումարներով վարկերի հնարավորություն է տալիս, ստանձնելով 9% տոկոսադրույքի փոխհատուցումը։ Անցած տարի 3 միլիարդ դրամի վարկ ենք ներգրավել խաղողի մթերման համար, որը շատ շահեկան էր ընկերության համար եւ հնարավորություն էր տալիս առանց պարտքու պահանջի վճարել գյուղացիների վճարումները։ Ծրագիրը ներառում է ոչ միայն խաղողի, պտղի, բանջարեղենի վերամշակման ոլորտը, կաթ վերամշակողներն էլ կարող են հնարավորությունից օգտվել։ Արդեն 83700 բերքի գնման պայմանագիր է կնքվել, ընդհանուր առմամբ 141 միլիարդ դրամ ներգրավում է տեղի ունեցել եւ դա այն գումարն է, որ վերամշակող կազմակերպությունները վճարել են ֆերմերներին։ Որպեսզի հնարավոր լինի մթերման ծավալները չսահմանափակել, կառավարությունը ծրագրով մեկ կարևոր հանձնառություն է ստանձնել։ Եթե գրավի պայմանները չեն բավարարում, ապա ելնելով այն հանգամանքից, թե նախորդ տարի տվյալ կազմակերպությունը ինչքան արտահանում է ունեցել, այդ համադրումից կառավարությունը պատրաստակամություն է նաև հայտնում տրամադրել 50% պետական երաշխիք։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումն ավելի մեծամասշտաբ ու որակով ավելի մրցունակ գյուղմթերք արտադրելու պահանջ է դնում։ Ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագիրը եւ այս խնդիրն է լուծում եւ հնարավորություն տալիս ավելի արդյունավետ տնտեսությունը կառավարել, ջրախնայող համակարգեր կիրառել, բարձր բերքատվությամբ ծառեր մշակել, նաեւ պաշտպանվել բնության ռիսկերից հակակարկտային ծածկի տակ հեկտարներն առնելով։ 0.5 հեկտար նվազագույն սահմանաչափով, եթե ֆերմերը ցանկանում է այգի հիմնել, նա կարող է դառնալ այս ծրագրի շահառու։ Կառավարությունը սուբսիդավորում է ներգրաված վարկի 7%-ային կետը, սահմանված է 5 տարի արտոնյալ ժամկետ եւ ընդհանուր վարկի ժամկետը 8 տարի է։ Ծրագրի մեկ այլ բաղադրիչով այն ֆերմերները, որոնք ցանկանում են նաեւ ջրախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ ջրավազաններ կառուցել, աջակցության երկու հնարավորությունից օգտվելու ընտրություն ունեն։ Վարկը հասանելի կլինի կամ 2%-ով կամ 0%-ով։ Իսկ եթե դուք ունեք գումար եւ դուք եք այդ գումարը ծախսում, ապա կառավարությունը ձեր ծախսերի 50-ից 60%-ը ձեզ կփոխհատուցի։ Ծրագրի մեկնարկից 2025-ի ամփոփ տվյալներով հիմնվել է 4635 հեկտար ինտենսիվ այգի։ Կնքված պայմանագրերի հանրագումարով մինչև 2026-ի առաջին կիսամյակ այգիների ընդհանուր ծածկույթը կընդլայնվի եւս 900 հեկտարով։ Բնակլիմայական պայմաններով արևային օրերի քանակով Հայաստանը բարենպաստ է նաև ջերմատնային տնտեսություններ հիմնելու համար։ Շահութաբեր գործին, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ միանան, ներդրումներ անեն ու մեծ մակերեսի վրա ջերմատներ հիմնեն, կառավարությունն իր աջակցությունն է առաջարկում։ Ինքնուրույն եւ մասնավոր իրավիճակում շատ դժվար է իրականացնել նման գիգանտ պրոյեկտներ։ Ամեն մի նոր պրոյեկտը բնականաբար ենթադրում է պետական աջակցության ծրագրեր, դա կլինի արտոնությունների տեսքով, թե լիզինգային ծրագրերի տեսքով, նման խթան ունեցել ենք։ Ջերմատների զարգացման ծրագրին միանալու համար նախապայման է, որ մակերեսը լինի 1 հեկտար եւ ավելի։ Մեկ շահառուն կարող է ներգրավել մինչև 15 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ վարկ եւ կառավարությունը ըստ վարկի չափաբաժինների կսուբսիդավորի 8 7 կամ 6%-ը, սահմանված է արտոնություն երիտասարդների եւ 63-ից բարձր տարիքի անձանց համար 1% ավել։ Պետական տարբեր ծրագրերով հիմնվել են արդեն 85 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ, եւս 65 հեկտար հիմնման փուլում է։ Կանաչերում արդեն։ Թալինցի ֆերմերը մոտ 15 հեկտար հող ունի, 10-ի վրա գանանագարի է ցանում, 5 հեկտարը թողնում աշտանացան ցորենին, արդեն քանի տարի է բացառապես էլիտար հավաստագրված սերմերով է ցանքս իրականացնում։ Հին սերմերը, որ մշակում ենք, բերքը շատ չի լինում, էլի, ասենք 2 տոն ու կես, էլիտար սերմերը մշակում ենք մոտ 3-3.5 տոննա ստանում ենք, էլի, հեկտարից։ Որ հողերն անմշակ ու պարապ չմնան, ավելի շատ հեկտարներ մշակվեն ու բերքն էլ շատ լինի ու որակով,
կառավարությունը բուսաբուծության աջակցության ծրագրով հնարավորություն է տալիս, որ ֆերմերներն իրենց գարնան աշտանցանքն ավելի մատչելի իրականացնեն։ 1 հեկտարի մշակության համար, եթե հավաստագրված սերմերով է, պետությունը ծախսի փոխհատուցում է տալիս 70-ից մինչև 110,000 դրամ կախված մշակաբույսից։ 2025 թվականին իրականացվել է շուրջ 24000 հեկտար հացահատիկային, հատիկընդեղային եւ կերային մշակաբույսերի ցանք, որը շուրջ 4700 հեկտարով ավել է, քան 2024 թվականին էր իրականացվել։ Ծրագիրը շարունակվում է, գյուղատնտեսները կարող են դիմել համայնքային կենտրոններ, դառնալ շահառու, ակտիվ փուլում է հիմա նաև գյուղապահովագրության պայմանագրերի վաճառքը, որը հնարավորություն է տալիս ապահովագրել 13 տեսակի մշակաբույս 4 բնական ռիսկից։ Կառավարությունը փոխհատուցում է ապահովագրավճարի 40-ից 60%-ը։ Նազիկ Ավդալյանին Շիրակի պետական համալսարանում հյուրընկալել են բուհի շրջանավարտ ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Ներկաները նախ դիտում են մարզուհու կյանքի ու անցած ճանապարհի մասին պատմող ֆիլմ, ապա արդեն սկսում զրույցը։ Հյուրընկալել ենք մեր բուհի շրջանավարտին, աշխարհահռչակ, թույլ սերի ուժեղ ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանին։ Կարիք չկա ներկայացնելու, թե ինչ ուղի է անցել Նազիկ Ավդալյանը, սակայն ունեցել է շատ մեծ ձեռքբերումներ, որի համար միգուցե տասնամյակներ էր պետք հասնելու համար, բայց Նազիկ Ավդալյանն, ինչպես տեսնում ենք, շատ կարճ ժամանակահատվածում այսպիսի երիտասարդ, բայց արդեն կայացած, բոլորիս հայտնի եւ ջերմ ժպիտով նայում է մեզ։ Նազիկ Ավդալյանին են նվիրում բուհի 90-ամյակին նվիրված գիրքը, ապա պատարիկներ ներկայացնում չեմպիոնի ուսումնառության տարիներից։ Մեր աղջիկն եկել է մեր տուն, հոստում։ Մենք ընդունում ենք, բարի մաղթանքներ ենք ցանկանում, օրինակ ենք վերցնում, հպարտանում, ես միշտ կռվում էի, թե մանրամարզությունը մի փոխի ծանրամարտի հետ։ Հետո եկան ինձ համոզեցին, որ սա պոտենցիալ աշխարհի չեմպիոնն է մեր, Գյումրեցի։ Եվ ես համաձայնվեցի, որ Նազիկ Ավդալյանը տեղափոխվի մանրամարզության ծանրամարտով պարաբելու։ Եվ ինչ հրաշք, 1 տարի հետո Եվրոպայի փոխ-չեմպիոն, 1 տարի հետո Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, եւ նման բան կարող էր միայն հայ ազգի սիրուն աղջիկը կատարել, որից պարզանքը դառնալ։ Շիրակի պետական համալսարանը այն բացառիկ բուհերից է, որի բազմաթիվ սաներ նվաճել են աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական խաղերի ոսկե մեդալներ կամ միջազգային մրցույթներում զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ, շարունակում է պրոֆեսորը։ Շիրակի պետական համալսարանը նշյալ ձևույթ ունի 50-ից ավելի համաշխարհային ռեկորդներ։ Շիրակի պետական համալսարանի ուսանողներից 17 օլիմպիական խաղերի չեմպիոններ եւ մրցանակակիրներ։ Նազիկի շփումը ուսանողների ու դասախոսների հետ ջերմ ու անկեղծ է, պատմում է իր կյանքի ամենակարևոր ու ճակատագրական փուլի մասին։ Ես սկսեցի զբաղվել ծանրամարտով պարզապես ինչ որ սպորտաձևի մեջ լինելու համար, սպորտով զբաղվելու համար եւ մի քանի ամսից սիրեցի այդ սպորտաձևը եւ պարապելուց 1 տարի հետո դարձա Եվրոպայի փոխ-չեմպիոն։ Հետո հասկացա, որ իմ մտքերը կարելի ասել իմ մտքերը տարան ինձ դեպի ծանրամարտ, շատ հետաքրքիր է այդ առումով էլ, որ մեր մտքերը շատ հաճախ այնքան հզոր են լինում, որ իրենք մեզ են ձգում այնպիսի երևույթներ, որոնք որ մեզ պետք են։ Պարզապես պետք է կարողանանք ընդառաջ գնալ ու բաց լինել այդպիսի երևույթների համար։ Նա խոսում է նաև իր ուսումնառության տարիների բուհում ստացած գիտելիքների մասին, նշում, կարոտում է այդ տարիները, ուսանողներին կոչ է անում լավ սովորել եւ աննահանջ գնալ նպատակների հետևից։ Երբեք չսպասեն որևէ մի բանի ժամանակը կգա կանենք։ Ժամանակը ցավոք երբեք չի գալիս, այն միշտ գնում է։ Ու ինչ նպատակներ, ինչ երազանքներ որ ունեք, հնարավորինս աշխատեք այդ ուղղությամբ։ Աշխատեք դրական էներգիայով սնել այդ երազանքներն ու նպատակները եւ ամեն ինչ անել, որ հասնեք դրան։ Պրոֆեսիոնալ սպորտից դուրս, բայց էլի սպորտի մեջ է հիմա Նազիկ Ավդալյանը, ասում է պատանիների կողքին է, որոնք ունեն մեծ երազանքներ, բայց չունեն հնարավորություններ։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան,